Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի նախընտրական ցուցակում առաջին համարի տակ հանդես եկող Գևորգ Կարապետյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Կարապետյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սա մեր առաջին հարցազրույցն է ձեզ հետ, համենայն դեպս մենք միասին չենք աշխատել եթերում։ Ինձ թվում է ավանդույթի կվերածենք։ Բարի եթեր մեզ։ Ազգային ժողովրդավարական բևեռի նախընտրական ծրագրի հետ ծանոթացա ես, մինչ ձեզ հետ հանդիպումը, բավականին հետաքրքիր կետեր են, շատ խոսելիք կա, այսօր մենք դա կանենք, կխոսենք, սկսենք կարգախոսից, կարգախոսը հետևյալն է, հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, իգործ և Հայաստանը սակարկման ենթակա չէ, դա էլ է մտնում կարգախոսի ուրեմն մեջ, սկսենք կարգախոսից, ինչու եք ընտրել այս կարգախոսը և ինչու եք հատուկ որոշել ընդգծել Հայաստանը սակարկման ենթակա չէ, արդյոք Հայաստանը սակարկման մեջ է գտնվում, կա այդպիսի վտանգ։ Շնորհակալություն հարցի համար, այս տարվա 26 թվականի ընտրություններին մասնակցելիս մենք որոշեցինք այս կարգախոսը հավատ հայրենիք ինքնիշխանություն, քանի որ վերջին տարիներին դա ուղիղ օրգանական կապի մեջ է հենց մեր գործունեության, մեր պայքարի բնույթի հետ, հավատ, ես ասեմ, որ բևեռը միակ կուսակցությունն է, որը ինստիտուցիոնալ իր ուժերով վարում է լոբիստական աշխատանք Վաշինգտոնում, Բրյուսելում, Լոնդոնում և եկեղեցու պաշտպանության գործում ունի շատ մեծ աշխատանք, ծավալուն, այսինքն նշանավոր, հեղինակավոր եվրոպական մամուլում ունի բազմաթիվ տպված հոդվածներ, հրապարակումներ, երկու անգամ մեր լոբիստական աշխատանքի շնորհիվ Վաշինգտոնում կոնգրեսի լսումներ է հրավիրել մեր եկեղեցու պաշտպանության հարցով, մի խոսքով հավատը ինքնանպատակ չէ, այսինքն մենք մեր եկեղեցու պաշտպանում ենք որպես նույնիսկ արտախորհրդարանական քաղաքական ուժ։ Հայրենիքը դե մեր հայրենիքն է, մենք մեր հայրենիքին հայրենատիրության հենց դրոշակակիրներն ենք և ինքնիշխանությունը այդ ամեն ինչը պահպանելու և այդ ամեն ինչի շարունակականությանը հիմք դնելու համար։ Ի գործնել Վարուժան Ավետիսյանի մեր խորհրդանշարական վարչապետի թեկնածուի վերջին խոսքերն են Սասնա Ծռեր ապստամբությունից հետո, երբ որ որպես ռազմագերի հանձնվեց տվյալ իշխանության օրոք, այսինքն բանտ գնալուց առաջ, այո, հանձնվեց եք ասում, ասեց, որ չպետք է արտագաղթեք, պետք է մնաք, պայքարեք, պայքարի դաշտը չլքեք և ի գործ, այդ ի գործը շատ ազդեցիկ էր, մենք որոշեցինք, որ այնուամենայնիվ, քանի որ Վարուժանը մեր խորհրդանշական վարչապետի թեկնածուն է, հնարավորություն տրված չի նրան ուղիղ մասնակցություն ունենալ այս նախընտրական քարոզարշավին, մրցակցությանը, պայքարին, որոշեցինք, որ իր այդ նշանակավոր բառը անպայման տեղ գտնի մեր կարգախոսի մեջ։ Ի գործ, այսինքն հավատին պաշտպանության, հայրենիքի պաշտպանության և ինքնիշխանության պահպանման, ի գործ այդ ուղղությամբ, մնաց Հայաստանը սակարկման ենթակա չէ։ Այո, մենք միշտ հանդես ենք եկել, եթե մեզ դիտողները բևեռի մասին որոշակի կարծիք ունեն կամ որոշակի պատկերացում ունեն, հենց մեր ծրագրերը, մեր գործունեությունը ուղղված է, որ Հայաստանը չդառնա սակարկման գործիք, սակարկման առարկա։ Մենք հայրենատեր մարդկանցով, ազգանվեր մարդկանցով տանում ենք քաղաքականություն, որպեսզի Հայաստանը վերադառնա միջազգային իրավունքի տիրույթ և չդառնա սակարկման առարկա։ Մեր գաղափարախոսության մեջ մեծ տեղ է գտնում հենց ազգերի լիգայի որոշումը, միջազգայնորեն մեր ճանաչված իրավունքները, էլ չանդրադառնամ Վիլսոնի իրավարար վճռին, որը ոչ մի քաղաքական ուժ հետամուտ չի լինում, չի պահպանում։ Մենք մեր իրավունքներին ենք տեր կանգնելու, որպեսզի չդառնանք սակարկման առարկա։ Հարցս էր, արդյոք այդ սակարկությունը, սակարկման առարկա է
այսօր Հայաստանը, թե դուք կանխարգելելու միտված կոչ եք անում Հայաստանը կամ հռչակում եք ձեր կարգախոսը Հայաստանը չի դառնալու սակարկման առարկա, թե նորից գամ այսօր սակարկման ենթակա է եւ եթե սակարկման, ապա ում եւ ում միջև ինչ հարցերում է սակարկման։ Ներկա իշխանության անփառունակ քաղաքականության պատճառով Հայաստանը ոչ միայն դարձել է մշտապես սակարկման առարկա, այլ նաև ուղղություն է բռնել դեպի լիարժեք կորուստի, ինքնիշխանության կորուստի, տարածքային կորուստների, իրավունքների կորուստի, մի խոսքով մենք զիջելու մրցավազքի մեջ ենք գտնում, այն Թումանյանի ասած հիմար կկվի դերն ենք վերցրել, որը մի ձագին տալով Ադրբեջանը, թուրքական աշխարհը վերադառնում է անմիջապես հաջորդ ձագի ետևից։ Այս դեպքում, եթե մեզ լսեին սրանից 10 տարի առաջ, 8 տարի առաջ, 15 տարի առաջ, միգուցե Հայաստանը չունենար այսպիսի կորուստներ, պատերազմներ չլիներ, որովհետև մենք խաղաղության եւ կայունության, ինքնիշխանության հզորացման կողմնակից ենք եւ դա զուտ բառերի խումբ չենք ասում, դրա լուծման կիրառելիությունն էլ ունենք եւ դրա հավանականությունն էլ կա եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան։ Հայաստանը այսօր ինչին հասնենք։ Հասնենք կայունության, հասնենք Ադրբեջանի հետագա նկրտումների կասեցմանը եւ վերադառնանք մեր իրավունքներին, որպեսզի Հայաստանը կարողանա իր ինքնիշխանությունը պահպանել եւ զարգացման նոր փուլի մեջ մտնել։ Փաշինյանը մոտավորապես նույն բաներն է ասում, թե սխալվում եմ ես։ Իրականում ես չեմ ուզում իր բառերի վերարտադրությունը ձեր հաղորդման մեջ ասել, որովհետեւ մարդը, որ անընդհատ ամենօրյա ռեժիմով 8 տարի անընդհատ ստախոսությամբ է զբաղվում, իմաստ չկա այդ մարդուն քննարկելու, որովհետև այդ մարդը խաղաղության դարաշրջան էր հայտարարել 21 թվականի նախընտրական քարոզարշավին, որ եթե մենք գնում ենք, չգիտեմ, սահմանների դելիմիտացիա, դեմարկացիայի, մենք մտնում ենք խաղաղության դարաշրջան, ուժեր կան, որոնք մեզ մեղադրում են, որ դրանով մենք կզիջենք Հայաստանի, Արցախի հարցով ընդեղ սակարկումների, Արցախում ապագա կա, Հայաստանում ապագա կա, այսպես մի բառերի կույտ կար, բառերի շարան կար, որը գործնականում դրա ուղիղ հակառակ եւ միգուցե ավելի շատ վատ անդրադարձավ եւ գործով ապացուցեցին, որ այդքան էլ ոչ միայն հակված չեն դրան, ոչ միայն դրա կարողությունն էլ չունեն, այլ նաև խաբել են ամբողջ այս ժողովրդին։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ եւ երևի ոչ միայն Փաշինյանի մասով, մենք հիմա հասարակության հետ որ լսում ենք, հասարակությունը ասում է, հա, կարող եք ցանկացած ծրագիր ներկայացնել, ցանկացած ծրագրում գեղեցիկ խոսքեր գրել, ամբողջ հարցը նրանումն է, թե ինչպես եք դուք կատարելու ձեր նախանշած կետերը, ձեր նախանշած պլանները։ Տվյալ դեպքում դուք ասում եք Փաշինյանը անգամ եթե հռչակել էր այդ ամենը, մենք չտեսանք դրա իրականացումը, դա դնում ենք մի կողմ ձեր պատասխանը, վերադառնում ենք ձեր խոսքին, ձեր ուրեմն կայունություն ասեցիք դուք, ինչպես ասեցիք, Ադրբեջանի հետ կայուն երկիրը պետք է լինի կայուն։ Ադրբեջանի հետագա նկրտումները այս պահին կաշխատի առաջնահերթ կասեցման, որպեսզի հետագա նկրտումները շարունակվի։ Դա պետք է հարցնեմ ինչպես եւ երրորդն էլ դուք ասեցիք մեր իրավունքների պաշտպանությունը, ճիշտ է, ես ճիշտ եմ հիշում։ Այո։ Ահա։ Հիմա էլի նորից գալիս ենք նույն հարցին, ինչպես դա ասում եք կանենք, բայց ինչպես եք, ինչն է այստեղ խնդիրը, որը կարող է նորից կասկած առաջացնի, որ ձեր խոսքը եւ ի գործը տարբերվեն։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որ մեր կանխատեսումների մեջ ընդհանրապես քաղաքական ուժը պետք է տարբերվի իր կանխատեսության, կանխատեսումների վերլուծությունների ճշմարտացիությամբ։ Ժամանակագրության մեջ մեր կանխատեսումները նույնիսկ ցավալի հարցերի դեպքում մենք ճիշտ ենք դուրս եկել։
որ կանխատեսումների մասին է խոսքը 2018 թվականին մեզ մեղադրում էին պատերազմ բերող ծայրահեղական մոտեցումներ ունեցող քաղաքական ուժ, բայց մենք հակառակ ասեցինք, որ եթե այս էйֆորիայի ֆոնի տակ ձևավորվի խորհրդարան, որը չի արտահայտելու հիմնական մեր պետության ժողովրդի նպատակները, իղձերը եւ չի կարողանալու սպասարկել մեր ազգային եւ պետական շահը եւ չի կարողանալու կասեցնել այն վտանգները, որը Դամոկլյան սրի նման կախված էին Հայաստանի, այստեղ ներառյալ նաեւ Արցախի գլխին եւ Վարժան Ավետիսյանը իր հարցազրույցներից 18 թվականին նախընտրական փուլում բազմաթիվ անգամ ասաց, որ այս խորհրդարանը տևելու է ընդամենը տարիքես 2 տարի ժամանակ։ Ամբողջ քաղաքական ներկապնակը, այսպես ասած, հակադարձում էին, հակաճառում էին եւ մենք տեսանք այն, ինչ տեսանք։ Մենք չմտանք խորհրդարան, խորհրդարանական խմբակցություն չդարձանք, բայց պատերազմն էլ եկավ ու մորոք եկավ։ Մինսկի խումբն էլ լուծարվեց, Արցախն էլ հանձնվեց եւ Արցախի հանձնման հարցով մենք դեռ ինչ 18 թվական 15-14 թվականներից մենք զգուշացնում ենք, որ երրորդ հանրապետություն կեղծ հայեցակարգի ուղղությամբ եթե էլի շարունակեն գնալ, ապա դա բերելու է սկզբում Արցախի կորստի, հետո ամբողջ Հայաստանի ինքնիշխանության կորստի եւ տարածքային մեծ կորստի, այսինքն Հայաստանի վերացմանն է տանելու։ Ինչը վերաբերվում է մենք ինչ ենք անելու, որ աս ամեն ինչը դեպի ավելի լավը գնա կամ կասեցվի գոնե, տեսեք, ամեն տարի, ամեն մի փուլից, ամեն մի դժբախտ փուլից հետո ավելի է դժվարանում մեր անելիքները եւ մենք այսօր աղաղակում ենք, կոչ ենք անում ամբողջ հայ ժողովրդին, մեր քաղաքացիներին, որպեսի սթափվեն, մի հատ լրջանան, որովհետեւ այսօր հարցը չի գնում ինչ որ հարցերի շուրջ փոխզիջումների, ինչ որ տնտեսական ծրագրերի լրջության հետ հարցը գնում է ընդհանուր Հայաստանի պահպանման մասին եւ մենք հանդես ենք գալիս առաջին հանրապետության իրավահաջորդության հիմքի վրա, որովհետև մենք չենք կարծում, որ Հայաստանը առաջացել է սովետական փլուզման արդյունքում, սովետական միության փլուզման արդյունքում։ Հայաստանը ունեցել է պետություն, մենք ունեցել ենք պետություն 1918-20 թվականներին, որը օկուպացվել է եւ սովետական միության փլուզման արդյունքում մենք վերանկախացել ենք եւ ներկա Հայաստանը պետք է իրեն հռչակեր առաջին հանրապետության իրավահաջորդ, վերցնելով առաջին հանրապետության իրավունքները եւ իրավաքաղաքական ամբողջ ժառանգությունը դրա վրա հիմնվելով ինքը պետք է զարգացներ իր պետականությունը։ Սակայն մենք տեսանք, որ 36 տարի սխալ քաղաքականության արդյունքում, այսինքն ընդունելով կեղծ հայեցակարգը, Լենին-Քեմալ ճարտարապետության վրա հիմնված կեղծ հայեցակարգը վերցրեցին եւ ուզում էին ինչ-որ լուծման բանալիներ գտնել, ինչ-որ լուծման բանաձևեր գտնել, որը տվեց իր ողբերգական արդյունքը եւ տալու է իր ողբերգական արդյունքը ավելի լրջորեն եւ ավելի ցավալի։ Ես սա ասում եմ արդեն ունենալով փաստացի, այսպես ասած, post factum տվյալներ, որ Արցախի կորստի մասին մեր զգուշացումներն ու աղաղակումները չընդունվեցին լայն հասարակության կողմից։ Այս դեպքում մենք գալիս ենք ընտրության, քաղաքացիներին տալիս ենք հնարավորություն, մենք մեր վրա ենք վերցնում այս փորձության փուլը եւ քաղաքացիներին թողնում ենք իրենց հնարավորությունը։ Մենք մեր փորձությունը պատվով առաջ կտանենք, քաղաքացիները ունեն հնարավորությունից օգտվելու ձեզ տալով 8-րդ համարին։ Իսկ ինչպես ենք դա անելու, վերադարձնելու ենք Հայաստանը։ 8-րդ համարին տալով իր հավանությունը եւ ձայնը։ Օրդորում ենք ազգային ուժին քվեարկել։ Շարունակեք։ Հա, ես միտքս շարունակեմ, Հայաստանին վերադարձնելու ենք միջազգային իրավունքի տիրույթ, որովհետև մեր դիրքերը հենց իրավունքի տիրույթում է շատ ուժեղ։ Առաջին հանրապետությունը ունի իրավական ժառանգություն, ազգերի լիգայի որոշումը 1920 թվականի զեկույց առաջարկի տեսքով, որտեղ կա նաև գծված քարտեզ, մատնանշում է նաև Արցախի
պատկանելությունը Հայաստանին, այսինքն Արցախը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Եվ վերադառնալով միջազգային իրավունքի տիրույթ, մեզ տալու է հնարավորություն կասեցնել Ադրբեջանի Ալիևի հետագա նկրտումները նախ եւ առաջ մեզ որպես օկուպանտ ճանաչելու, որտեվ այսօր մենք տեսնում ենք, որ իրենք գնում են հենց այդ ճանապարհով, շատ խորամանկ քայլերով փորձում են մեզ իրավունքներից զրկել, այսինքն ստիպելով կամ, չգիտեմ, երևի կամ պայմանավորվածությամբ, չգիտենք, անկախության հռչակագիրը դուրս թողնել սահմանադրությունից, որովհետև եկեք ընդունենք, որ անկախության հռչակագիրը ինքը իրենով միայնակ իրավական ուժ չունի, ինքը իրավական ուժ է ստանում սահմանադրության մեջ ներառելով։ Եվ սահմանադրությունից հանելով անկախության հռչակագիրը հիմնականում այնտեղ ցեղասպանության եւ Արցախի մասին հիշատակումներից դուրս թողնելով Հայաստանին, մի խոսքով իրավունքի դաշտում Ադրբեջանը, Ալիևը եւ ներկա իշխանությունը մեզ իրավական զինաթափում են իրականացնում մեր նկատմամբ։ Կարելի հարց տամ, թե շարունակում եք։ Այստեղ հարց։ Ինչու մինչ այժմ ձեր կարծիքով որևիցե նախագահ Հայաստանի, իշխանությունները Հայաստանի այս հարցը չեն բարձրացրել, առաջին հանրապետության իրավահաջորդության հարցը եւ միջազգային ատյաններով իրավունքի պաշտպանության հաստատման եւ պաշտպանության հարցը։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ հիմա էլ կարծես թե Փաշինյանը նույն գիծն է շարունակում։ Ինչու։ Եվ դուք ասում եք ոչ, մենք դա անելու ենք, չէ՞։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այո։ Տեսեք, նախկին բոլոր իշխանությունները վարել են հենց այդ կեղծ երրորդ հանրապետություն կոչված կեղծ հայեցակարգով, այսինքն իրենք այդ Լենին-Քեմալ, այսպես ասած, օկուպացիայի պահապաններն են որպես հանդես եկել եւ այդ քաղաքականությունը կործանարար, ծրագրավորված որպես Հայաստանի համար կործանարար ծրագիրը փորձել են սպասարկել, ժամանակ շահել։ Ինչու իրենք եղել են կոլոբորանտ իշխանություններ, բոլոր 4-ը իրար հետ միասին եւ թե ինչու չեն բարձրաձայնել առաջին հանրապետության եւ Հայաստանի իրավական մասը, որովհետեւ մենք չենք ունեցել ազգային իշխանություն, չենք ունեցել իշխանություն, որը սպասարկում է մեր ազգային եւ պետական շահը, այսինքն մեր շահից է հանդես գալիս։ Նման իշխանություն մենք ցավոք սրտի չենք ունեցել։ Եվ մեկը մյուսին փոխանցելով այդ հրեշավոր համակարգի գործիքները ընդամենը իրենց նեղ անձնական շահին են ծառայեցրել մեր պետությունը եւ բերել հասցրել են այսօրվան, որ մենք այսօր գտնվում ենք գոյութենական պայքարի մեջ։ Մենք որպես քաղաքական ուժ երեք չենք ստեղծվել, մենք մոտ 20 տարի պայքարում ենք այս հրեշավոր համակարգի դեմ, փորձելով դիմադրության, այսպես ասած, բարիկադներ ստեղծել, որպեսզի պահպանվի մեր պետությունը, այսինքն մեր ձայնը ընդհանրապես լռեցված չլինի, որովհետև ենթադրենք մենք էինք ու չկայինք, բա ով պիտի բարձրաձայներ Հայաստանի իրավունքների մասին։ Չենք ունեցել, դրա համար էլ հասել ենք այսօրվան։ Լավ, ես ստիպված եմ հիշեցնել կամ վկայակոչել հանրայինին տված ձեր հարցազրույցը, այնտեղ ձեզ ուղղվեց այս թեմայով էլի, երբ որ խոսում եք այս թեմայի մասին, երկու հարց ուղղվեց, որքան հիշում եմ, հիշողությամբ եմ ասում։ Առաջինը միջազգային ատյաններին դիմելու պարագայով հիշեցվեց, որ խաղաղության պայմանագրով կարծես թե երկու կողմերն էլ Ադրբեջանը եւ Հայաստանը հետ պետք է վերցնեն արդեն տրված ուրեմն հայցերը միջազգային դատարան։ Արդյոք դա չի սահմանափակում նոր հայց ներկայացնելուն, եթե դուք ասում եք մենք կգանք իշխանության եւ մենք միջազգային դատարան կդիմենք, որպեսզի պաշտպանենք ոչ միայն Արցախի հայության իրավունքները, այլ նաեւ Հայաստանի որպես պետականության իրավունքները։ Եվ այսպես պայմանագիրը խաղաղության արդյոք չի կասեցնի այդ ձեր ծրագիրը։ Ծրագրի իրականացումը։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև բացատրեմ ինչու։
Նախ Ադրբեջանը ոչ սկզբունք, ոչ ցանկություն չունի որևէ պայմանագիր պատշաճ ոչ ստորագրելու, ոչ դրա կետերը կատարելու։ Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է ավելի հզոր պայմանագրեր, ավելի հզոր համաձայնագրեր, սկսած 94 թվականի զինադադարի պայմանագիրը, նոյեմբերի 9-ի տխրահռչակ թուղթը, հա, եռակողմ ընդունված եւ ՄԱԿ-ի կոնվենցիաները, որը այնտեղ նշված էր, որ ուժի կիրառումը պետք է բացառվի, այսինքն Արցախի վերաբերյալ հարցը պետք է լուծվի խաղաղ, քաղաքակիրթ, դիվանագիտական ճանապարհով։ Եվ Ադրբեջանը խախտել է իր կողմից ստանձնած բազմաթիվ պարտավորություններ։ Նաև նշեմ, որ Ադրբեջանը բազմաթիվ միջազգային կոնվենցիաների տակ ստորագրել է, որ պետք է պահպանի մշակութային կոթողները, մեր ազգային ժառանգությունը։ Ներողություն, այստեղ նշանակում է, որ Հայաստանը եւս պետք է խախտի։ Դա տրամաբանությունը։ Ոչ, Հայաստանը ցավալիորեն ոչ թե պետք է խախտի, ես ասեմ, որ խաղաղությունը հիմնված է որպես անվտանգության հետևանք, ոչ թե ինչ որ պայմանագրեր կամ ինչ որ քաղաքական պայմանավորվածություններ բերելու են խաղաղության։ Ես կարող եմ մատնանշել շատ պետությունների հակամարտություններ, որ համ խաղաղության պայմանագիր են ունեցել, համ տնտեսական սերտ հարաբերություն են ունեցել, եւ այնուամենայնիվ պահը եկել հասունացել է եւ ռազմական գործողությունները, պատերազմը վերացրել է այդ միջև այդ տեղի ունեցող բոլոր եւ պայմանագրերը եւ տնտեսական հարաբերությունները։ Ուզում եք ասել, որ Ադրբեջանը խախտելու է նաեւ այս կետը եւ նոր հայցերով դիմելու է միջազգային դատարան, օրինակ այդ իր ասած, որ Հայաստանը եղել է օկուպանտ եւ ասենք թե ագրեսոր եւ պետք է փոխհատուցում տա, դա դեռ արժևում է եւ Ադրբեջանը պատրաստվում է այդ հայցով դիմել, ել չեմ ասում իրենց ադրբեջանցի փախստականների ինչ որ իրավունքներով դեռ նա աշխատում է այդ ուղղությամբ։ Դուք ուզում եք ասեք այդ կետը գուցե վերաբերում էր նախկինում տված հայցերին եւ դա չի ապահովագրում նոր հայցերից, գուցե այդպես պետք է դիտարկել։ Ես ավելի կոնկրետացնեմ, տեսեք, այն ինչ որ իրենք ասում են, եթե պայմանագրի մեջ նման կետեր կա նշված, որ հայցերը հետ կանչեն, նախ Ադրբեջանը ոչ մի հայց հետ չի կանչելու։ Տեսեք, հունիսի 18-ին մեծ միջոցառում են նախատեսել Նախիջևանում, այսպես կոչված իրենց փախստականների վերադարձը նշող ինչ որ միջոցառում, հա, որ պիտի վերադառնան Հայաստանի տարածք։ Նշեմ նաև, որ անցյալ տարի 25 թվականի հունիսի 22-ին Ստամբուլում տեղի ունեցավ իսլամական պետությունների համաժողով, այնտեղ դեկլարացիա ընդունվեց, որ 57 մուսուլմանական երկիր էլ ստորագրեցին այդ համաձայնագրի տակ, որ հայերը ցեղասպանություն են գործել, այսպես ասած ադրբեջանցիները պետք է արժանապատիվ եւ անվտանգ վերադառնան իրենց տներ, այսօրվա Հայաստանի տարածք, նշված է, որ մենք ոչնչացրել ենք, չգիտեմ, իրենց կրոնական մշակութային մզկիթները, հա, այսպես։ Մի խոսքով, իրենք ամենաբարձր մակարդակով ամեն ինչ անում են, որպեսզի ստեղծեն կեղծ իրավունքներ իրենց համար եւ առաջ տանեն Հայաստանի լիարժեք ոչնչացման ծրագիրը, դա իրենք չեն էլ թաքցնում, ինչքան էլ որ փորձեն։ Արդյոք Հայաստանը ունի այդ հնարավորությունը, ինչպես դուք եք ասում, այո, նախկին ղեկավարները Հայաստանի չեն դիմել միջազգային դատարան, բայց ունի հնարավորություն դիմելու եւ եթե դուք դառնաք իշխանություն, դուք դա կանեք։ Հայաստանը կունենա հնարավորություն, երբ ունենա ազգային իշխանություն, երբ ունի իշխանություն, որը ցանկացած զիջում փորձում է ձեռք բերում ներկայացնել, մենք ունենալու ենք այն, ինչ ունենք եւ չենք ունենալու նաեւ ոնց ասեմ, այն ինչ այս պահին մեր ձեռքի տակ կա, որովհետեւ իրենք կանգ չեն առնելու ոչ մի հարցում, ոչ Սյունիքի հարցով, ոչ Սևանա լճի հարցով, իրենք սկզբից ստեղծում են կեղծ բուտաֆորիկ, այսպես ասած, թեզեր եւ դրան տալիս են պետական հովանավորչություն, տալիս են դրա համար կեղծ իրավունքներ ու հետո սկսում են դրանք սպասարկել, քանի որ Հայաստանից չկա պատասխան, չկա դրա համար
նախատեսված դիմադրություն եւ ռեալ քաղաքականություն կասեցնելու այդ ամեն ինչը։ Հայաստանում, այսինքն չկա քաղաքականություն խաղաղությանը ուղղված։ Բոլոր թեզերը կեղծ են, որովհետև խաղաղությունը մեզ նվեր չեն տալու, խաղաղությունը դա ռազմաքաղաքական հավասարակշռության արդյունք պետք է լինի։ Եվ երկրորդը մեր ծրագրով մենք առաջարկում ենք այդ խաղաղությանը հասնելու իրատեսական ծրագիր, որը միայն բառերի, այսպես ասած, հավաքածու չի։ Մենք առաջարկում ենք ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Տեսեք, երեք Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, չէ, բայց պիտի հարց տանք, իրոք Հայաստանը ունի այդ հնարավորությունը գերտերությունների ղեկավար անձանց այցելությունը ոչ թե վերածել միայն հայտարարությունների, լուսանկարների, այլ ինստիտուցիոնալ հարաբերությունների դաշինքի վերածել։ Դե ստորագրվեցին ինչ-որ փաստաթղթեր։ Ինչ-որ փաստաթղթեր, այսինքն Դե ես ինչ-որ ասեցի, կարող եմ թվարկել, ինչ-որ նկատի չունեի, որ երկրորդական, երրորդական։ Մեր հենց ազգային ինչ փաստաթղթեր։ Այս երկար տարիների, միգուցե հարյուրամյակների ընթացքում մեր հենց ազգային ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք գերտերությունների ուշադրությունը մեր տարածաշրջանի շփոթում ենք անվտանգության հետ կամ անվտանգության երաշխիքի հետ։ Հայտարարությունները կամ այդ դեկլարատիվ ռազմավարական ինչ-որ փաստաթղթերը շփոթում ենք դաշինքի հետ, բայց եկեք պարզ խոսենք, որ ԱՄՆ-ն մեր տարածաշրջան գալիս է իր հստակ շահերից ելնելով, ԱՄՆ-ն մեր սիրուն աչքերի համար չի գալիս այս տարածաշրջան, եւ եթե Հայաստանը ունենար ազգային իշխանություն, ապա այդ այցելությունների մեջ ԱՄՆ-ում իր լոբիստական խոսքը մեր քաղաքական ուժի մասին է, մեր լոբիստական աշխատանքի արդյունքներից ելնելով, մի խոսքով ԱՄՆ-ի շահերը տեսնելով տարածաշրջանում ԱՄՆ-ն ինչ շահերով է գալիս, հստակ գալիս է, չէ, Ռուսաստանի ազդեցության թուլացման ուղղությամբ, Իրանի վերահսկողության, Չինաստանի զսպման, այդ լոգիստիկ ճանապարհների վերահսկողության, խոսքով բազմաթիվ դրույթներ կա իր շահի մեջ, եւ Հայաստանը պետք է գտներ այդ շահերի մեջ իր ազգային եւ պետական շահը եւ ռեալ առաջ տաներ, որովհետեւ ռիսկեր է իր մեջ պարունակում, տեսնում ենք, որ Ռուսաստանը սկսել է ատամներ ցույց տալ, գետնի վրա մեր արտադրանքը չընդունել, պետք է ստեղծվեր անվտանգային տնտեսական մի այնպիսի փոխարինող համակարգ, որպեսզի մեր ժողովուրդը, մեր պետությունը ցնցումների մեջ չհայտնվեր, թե չէ ԱՄՆ-ին բնավ շատ հետաքրքիր չէ, ինքը իր շահերը կգա կսպասարկվի եւ Հայաստանը այս մեծ հնարավորությունը իր ձեռքից բաց կթողնի, ընդհանրապես դառնալով հակառուսական, այսպես ասած, գործիքի կամ ինչ որ որպես մեծ բախումների հենակետի, այսպես ասած, առանց մեր շահը առաջ տանելու։ Այսինքն այնինչ ասում են դիվերսիֆիկացիա, բալանսավորված քաղաքականություն, դուք ասում եք դա պետք է արվեր։ Եթե մերժում ենք մեկ համակարգը կամ այդ համակարգի անգործությունը կամ այսպես ասած անպետքությունը, հա, խոսքը հապկի մասին է կամ ընդհանրապես մեր այս ավանդական դարձած դաշնակիցների վերաբերմունքը մեր նկատմամբ, եթե չի աշխատում կամ իրենց շահերը արդեն փոխվել է մեր նկատմամբ, իշխանության հիմնական խնդիրը պետք է դառնար այլընտրանքների ձևավորումը, ոչ թե 8 տարի անց զբաղվել ոչ մի բանով, չստեղծել անվտանգային այնպիսի համակարգ, ընտրություններին հանդես գալ շանտաժի լեզվով, ասել ես չընտրվեմ, ուրեմն պատերազմ է լինելու։ Հակառակ իրական իշխանությունը պետք է ասեր ես ստեղծել եմ մի այնպիսի անվտանգային համակարգ, տնտեսական այլընտրանքային համակարգ, էներգետիկ անվտանգային համակարգ, որ ես կընտրվեմ, ես չեմ ընտրվի, դա ընդհանրապես կապ չունի, դուք ունեք զարգացող, անվտանգ,
նոր դաշնակիցներով հանդես եկող պետություն, խնդրեմ, թող ընտրությունն էլ մարդկանց ազատ կամ արտահայտման միջոցն է, թող ժողովուրդը ընտրի իր իշխանությանը, բայց ինքը գործում է վարչական լծակները օգտագործում է լռեցնելու իր ընդդիմախոսներին, փողոցային բառապաշարով բանտարկում է ազատ խոսքը, քրեական վարչական հետապնդումների է ենթարկում բոլորին անխտիր աջ ու ձախ, այսպես ասած, եւ ես կարծում եմ իրենց հետագա երրորդ պաշտոնավարումը լինելու է ոչ թե վերջնական, այլ Հայաստանի համար վերջնական եւ ճակատագրական ընտրություն է հիմա այս պահին։ Այսինքն այս պահին եթե իրենք վերարտադրվեն մենք միգուցե այդ անդառնալիության գիծը հատենք։ Որն է դա։ Հայաստանի ինքնիշխանության կորուստ, ինչու՞։ Որովհետև մենք իրավունքներից հրաժարվելով, մեր ազգային պետական իրավունքների ժառանգությունից հրաժարվելով, Ադրբեջանին հանձնելու ենք այն, ինչ Ադրբեջանը ուզում է, կատարելու ենք ցանկացած, այսօր չկա մի Ադրբեջանի պահանջ, որը որ այս իշխանությունը չի բավարարել։ Գիշեք 17 կետերը խաղաղության պայմանագրի, որ սկզբից հրապարակեցին, այս իշխանությունն էլ կարծես թե այնտեղ 4-5 կետի հետ կտրականապես անհամաձայնություն էր հայտնել, այսօր դրա մասին ընդհանրապես խոսք չկա, այդ 17 կետերն էլ ամբողջությամբ ընդունելի են։ Նույնը այս թրիփի հարցով, իրենք մատնանշում են ԱՄՆ-ի տարածաշրջան գալը, բայց մեր ազգային պետական շահը ստորադասվում է այս արդյունքում։ Ես պնդում եմ, որ մեր տարածքի վրայով ոչ մի արտաճանապարհային, արտատարածքային, ոչ մի միջանցքային տրամաբանությամբ, այսինքն մեր սահմանադրությունը պետք է գործի մեր վերահսկողության տակ գտնվող յուրաքանչյուր միլիմետրի վրա։ Մեր սահմանադրությունը չպետք է շրջանցվի ոչ մի միջազգային, ոչ մի կիսամիջազգային պայմանագրերով։ Սահմանային հսկողությունը չպետք է մեր ուժային կառույցներից գնա դեպի մասնավոր օտար կազմակերպություններ, այստեղ շատ մեծ ազգային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ կան, տվյալների արտահոսքի մասին է խոսքը այդ 74% վերահսկվող փաթեթը, որ մեր ձեռքում չպետք է լինի, այդ երկարաժամկետ ծրագրերը ընդհանրապես, մոտ 50 տարվա, 100 տարվա ծրագրերը, որ կան, որպես լոգիստիկա, ճանապարհային սպասարկում, պետք է Հայաստանը ունենա վետոյի իրավունք, կասեցման, հետ կանչելու, մի խոսքով վերահսկողությունը պետք է Հայաստանի ձեռքում լինի լիարժեք։ Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը, բայց սա ճանապարհների ապաշրջափակում չի։ Հայաստանը չպետք է լինի միջանցք, Հայաստանը պետք է այս ամեն ինչից շահառուն լինի։ Հարց, ուրեմն նշանակում է արդյոք, ես ընթերցեմ ձեր ծրագրից այդ ձևակերպումը, միաժամանակ ասում է ազգային ժողովրդավարական ԲՎՌ-ը իր ծրագրով, միաժամանակ մերժվում է Հայաստանի տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրումը։ Երկու կարևոր բառ՝ արտատարածքային միջանցքի տրամադրում, ցանկացած ձևակերպանք։ Դուք հիմա այդ մասին եք խոսում։ Նշանակում է արդյոք, որ նախ այն ինչ որ ստորագրել են Միացյալ Նահանգների հետ Հայաստանը ստորագրել է, դա արդյոք այս ձևակերպման մեջ մտնում է արտատարածքային միջանցք, արդյոք սա արտատարածքային միջանցք է։ Դուք ճիշտ է նշում եք ցանկացած ձևակերպման, ուզում եք ասեք ինչպես էլ ձևակերպեն, մենք դա համարելու ենք արտատարածքային միջանցք, այո թե ոչ, այդպես է ես տեսնում։ Ինչպես որ ձևակերպված է, հենց ձևակերպան Չէ, այնտեղ անընդհատ գրվում է, որ սա միջանցք չէ, սա արտատարածքային չէ, Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ է, չկա գրված նման բան, կա գրված, որ եթե ինչ որ տեղ մեր սահմանադրության հետ անհամատեղելիություն կա, այսինքն իրենք պետք է առաջնորդվեն այս պայմանագրով, այսինքն մեր սահմանադրությունը տեղ պետք է շրջանցվի։ Չէ, դուք ուրիշ տեղ եք տանում, արտատարածքային միջանցք ձևակերպման մասին է, դուք ասում եք մենք մերժում ենք, Փաշինյանն էլ կարծես թեև այդ Ռուբիոյի հետ պայմանագրի ստորագրածի տակ էլ ոնց որ թե միջանցքի տրամաբանություն չկար, գուցե կար
դուք հիմա կասեք կա, դա այն ինչ որ ստորագրվել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, դա հենց ոչ այլ ինչ է, քան արտատարածքային միջանցք, այո թե ոչ։ Իմ գնահատմամբ այո, դա արտատարածքային միջանցք է, որովհետև Հայաստանը դրանից ոչինչ չի շահում մեծ առումով։ Դե որովհետև կարևոր չէ, որովհետև հազար մի բան կարող եք ասել։ Դե հիմա մեր շահը միջանցք է թե միջանցք չէ։ Միջանցք է, որովհետև Հայաստանը ոչինչ չի շահում։ Բայց վերահսկում Հայաստանը նույնիսկ չի էլ վերահսկում։ Ինչն է վերահսկում։ 74%-ը վերահսկիչ փաթեթի մեր ձեռքում չի, այն 20 իդեպ ասեմ այդ մասնավորն էլ իրավունք ունի իր բաժնետոմսերը ուրիշին վաճառելու։ Բարի, նշանակում է արդյոք, որ եթե մենք մի քիչ առաջ ասեցինք 8-րդ համարն է, ընտրեցին 8-րդ համարին եւ 8-րդ համարը եկավ իշխանության, նա վերցնելու է այսպես գեղեցիկ թուղթը ճղելու է, ասելու է Թրամփի չկա էլ ուղին, դե Ռուբիոնն էլ երեք ինչ որ բան ստորագրեց։ Նախ ստորագրված ինչ որ հայտարարություններ դեկլարացիաները դեռևս պայմանագրի չէ։ Հրաժարվելու է այն ամեն ինչից, ինչ մինչև այսօր ձեռք բերված պայմանավորվածություններից, թե ոչ ԱԺԲ-ն։ Միջանցքային տրամաբանությունը դուրս է մեր քաղաքականությունից եւ մեր, այսպես ասած, առաջարկներից։ Մենք եթե ԱՄՆ-ին հնարավորություն ենք տալիս միջինասիան կապել Եվրոպայի հետ, ապա այդտեղ Հայաստանը պետք է լինի շահառու։ Այսինքն մենք պետք է դրանից Ինչպես դա պետք է երևա, որ շահառու է։ Հայաստանը պետք է վերահսկի իր մաքսային, հարկային, այսինքն մեր ոստիկանությունը պետք է ունենա հնարավորություն լիարժեք վերահսկելու այդ ճանապարհը։ Եթե այնտեղ անցներ, այսպես ասած, այդ ճանապարհով ենթադրաբար, հա, որևէ մեկը անցնի, վթարի ենթարկվի կամ որևէ հանցագործություն կատարի, մեր ուժային կառույցները մեր դիտարկմամբ պետք է լիարժեք 100%-ով կարողանան ազդեցություն ունենալ եւ իրենց, այսպես ասած, գործիքակազմը լիարժեք օգտագործեն, այսինքն մեր տարածքում իրենց գործունեությունը ազատ չպետք է լինի, իրենք պետք է նաև մեր մաքսավորներին էլ տեսնեն, դա ինչքանով վատ է, ինչքանով լավ է, դա նշանակություն չունի, սա Հայաստանն է եւ Հայաստանը մեր երկիրն է, այստեղ որ ասում է, սա այս պրախադնոյ դվոր չի, որ ամեն մեկը գա անցնի իր շահերը սպասարկի, մենք էլ ստեղ նստենք, ասենք սա հենց խաղաղության բանաձև է։ Շնորհակալ եմ, այսինքն դուք ասում եք, ոչ, մենք չենք ճղի պատրի այդ պայմանավորվածությունների թուղթը նախաստորագրած է թե ստորագրած է, մենք կփոխենք պայմանները, մենք կբանակցենք պայմանների շուրջ։ Մենք ոչ թե կբանակցենք թրիփի շուրջ կամ թրիփի գոյության շուրջ, ոչ, եթե ԱՄՆ-ի նպատակը միջինասիան կապել Եվրոպայի հետ, մենք Սյունիքով կլինի, ինչպես կլինի, եթե Սյունիքով այսպես, հա, մենք էլ ունենք մեր շահերը եւ այդ կապելու արդյունքում չպետք է Հայաստանը սակարկման առարկա դառնա, սա հստակ է, առանց որևէ Հիմա սակարկման առարկա է։ Այո, հիմա սակարկման առարկա է։ Թրիփով Հայաստանը սակարկման Թրիփով Հայաստանը ոչինչ չի շահում։ Ընդամենը ինչ գալիս ասում են, ստեղ Բարի կատարվում է եւ մենք դառնում ենք ընդամենը գործիք։ Բայց ձևակերպումը կուզենայի ոչ թե ես այսպես հարցնելով տայի, դուք ձևակերպեիք թրիփի հետ կապված ձեր դիրքորոշումը։ Կտրականապես մենք դեմ ենք այն պատկերը, որը որ կա այսօր եւ նախաստորագրված եւ այնինչ մեզ հասանելի է։ Կվերացնեք, կճղեք, պատրեք, թե բանակցություններով կփոփոխեք պայմանները։ Չկա ոչինչ, որ մենք ճղենք պատռենք նախ այդ նախաստորագրված դեկլարացիաները դերևս, այսինքն գործող աշխատող պայմանագրի, սա բանակցությունների Թող լինի դեկլարացիան կպատրեք, կճղեք։ Մենք մեր քաղաքականությունը, մենք Հայաստանի Հանրապետության շահը կներկայացնենք եւ ամեն ինչ կանենք, որ այդ շահը սպասարկվի, որպիսի այն համընկնի Միացյալ Նահանգների շահերի հետ եւ այստեղ Հայաստանը տուժողի դերում չլինի։ Շնորհակալություն։ Վերադառնամ, ասացի, որ ստիպված եմ վկայակոչել ձեր հարցազրույցը հանրայինում, երկրորդ հարց էլ կար այնտեղ, բայց գովազդ է հիմա եթերում, գովազդից հետո կշարունակենք զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գևորգ Կարապետյանի հետ ազգային ժողովրդական բևեռի նախընտրական ցուցակում առաջին համարն է պարոն Կարապետյանը։ Եվ այսպես պարոն Կարապետյան, ես նորից հիշեցրեցի ազգային ներողություն հանրային հեռուստաընկերությանը տված ձեր հարցազրույցը եւ այնտեղ մեկ դրվագ կար, երբ դուք ասում եք վերականգնել իրավունքները, Նախճիվանի անուն է տրվում եւ այլն, Հայաստանի իրավունքների մասին է խոսքը, ձեզ ուղղվեց հարց. ինչպես եք դուք դա անում։ Այնուամենայնիվ ես էլ եմ ուզում այդ հարցը ձեզ ուղղել, որովհետև ես որքան հասկացա այդ հարցի պատասխանը չհնչեց։ Եթե հնչեց, ես լավ չեմ, ուշադիր չեմ եղել, կրկնեք, խնդրում եմ ձեր պատասխանը։ Ինչպես։ Ինչ գործիքներ ունի Հայաստանը։ Եթե Հայաստանը, նախ պետք է նշենք, որ եթե Հայաստանը ունենա ազգային իշխանություն, այս դեպքում եթե ազգային ժողովրդավարական բևեռը ստանձնի Հայաստանի իշխանությունը, մենք Հայաստանի տալու ենք առաջին հանրապետության իրավահաջորդության հռչակումը, այսինքն մենք առաջին հանրապետության իրավահաջորդն ենք եւ դրանից է բխելու ամբողջ իրավաքաղաքական հետևանքները Արցախի հարցով եւս, որովհետեւ Արցախը մենք դիտարկում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում հայկական հարցից չենք անջատում, բայց որպես բաղադրիչ այդ հարցի։ Ինչպես ենք դա անելու։ Վերադարձնելով միջազգային իրավունքի տիրույթ, այս պահի դրությամբ կասեցվելու է հետագա պահանջներն ու նկրտումները մեր նկատմամբ, մեր իրավունքների նկատմամբ, մեր տարածքների նկատմամբ, որոնք կեղծ են, որոնք գալիս են
ապօրինի սովետական վարչատարածքային բաժանումների մասով, քանի որ Ադրբեջանը ինքն է իրեն հռչակել առաջին հանրապետության իրավահաջորդ հրաժարվելով սովետական Ադրբեջանի ժառանգությունից, բայց եթե իրեն օգուտ է սովետական սահմաններով, վարչատարածքային սահմաններով ինչ որ բան խլել, պոկել մեզանից, որը հնարավոր է, ինքը դա անում է անկաշկանդ։ Բայց եկեք փաստենք, որ Ադրբեջանը ոչ մի տարածքով Հայաստանին չի ճանաչում որպես պետություն։ Ինքը Հայաստանը դիտարկում է դեռևս կլանելի, մարսելի, համեղ պատառիկ։ Վերադառնալով միջազգային իրավունքի տիրույթ, մենք ունենք բավականին ծանր, այսպես ասած, գործիքակազմ։ Վերջերս Եվրոխորհուրդը ընդունեց բանաձև օրեր առաջ, Հայաստանի մասով ընդունեց եւ այնտեղ նշված էր, որ մեր արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ։ Այսինքն դա մարդու հիմնարար իրավունքների հռչակագրից բխող ցեղասպանության հետևանքով իրենց տներից, իրենց հազարամյա բնորանից զրկված մարդու իրավունքների հարցն է։ Ինչքան էլ փորձեն ասել, որ Արցախի հարցը փակված է, դա հնարավոր չի փակել, որովհետև Արցախի հարցը արդեն համայն մարդկության, այսինքն դա մարդու իրավունքների հարցն է։ Այսպիսով, եթե որոշ ուժեր, քաղաքական ուժեր կուզեն նշել, որ միջազգային հանրությունը այսպես, միջազգային հանրությունը այնպես, ապա սա շատ վառ ապացույց է, որ միջազգային հանրությունը Հայաստանի հարցով ընդունելով բանաձև մեր Արցախի բնակիչների, մեր արցախցիների վերադարձը դիտարկում է Հայաստանին վերաբերվող բանաձևում։ Եթե ընդուներ որպես Ադրբեջանի մաս, ապա Ադրբեջանին վերաբերվող բանաձևում կմատնանշեր, որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, մի խոսքով, կարգավիճակով։ Եթե Հայաստանին վերաբերվող հարցով է բանաձևը, ապա այստեղ շատ մտածելու մենք ու գործելու մեծ շանս ենք տեսնում։ Միջազգային իրավունքի Սա փոքր դրվագում։ Իսկ միջազգային իրավունքի դրվագով Արցախը որպես նաև ՀՄԵԿ-ը վերջերս խեղաթուրեց իմ ասածը, մատնանշելով, որ ես ասել եմ Արցախը որպես վիճելի տարածք։ Ես ուզում եմ այս ստուդիայից ասել, որ վիճելի եւ վիճարկելի բառերը բավականին իրարից տարբեր են։ Ես չեմ ասել Արցախը վիճարկելի է։ Արցախը վիճելի է եւ այս վեճի մեջ մենք կասկածի տակ չենք դնում Արցախի պատկանելությունը Հայաստանին։ Այս վիճելի թեմայի մեջ պետք է մենք միջազգային իրավունքը օգտագործելով մեր տիտղոսը ամրագրենք Արցախի վրա, որովհետև Ադրբեջանը Արցախի պատկանելության հարցով ոչ մի փաստաթուղթ, ոչ մի միջազգային իրավունքը նշող փաստաթուղթ չունի։ Այն ինչը ինքը ունի սովետական շրջանի, այսինքն կուսակցական Կովկասյան բյուրոյի կոմունիստական կուսակցության որոշման ինչ-որ փաստաթուղթ է, որը միջազգային իրավունքի հետ ոչ մի աղերս, ոչ մի կապ ընդհանրապես չունի։ Փաշինյանը ասում է, ինչպես ենք վերադարձնելու, ես էլի այդ հարցին ասեմ, նախ տեսեք, վերադարձնելով միջազգային իրավունքի տիրույթ, Միացյալ Ազգերի կազմակերպությունը այս տուրբոլենտ աշխարհում հնարավոր է, որ որոշակի զիջումներ ունի քաղաքական մեծ որոշումներին, զիջում է, բայց շատ շուտով նաև միջազգային իրավունքը կվերադառնա իր նախկին դիրքին եւ կսկսի գործել։ Միջազգային իրավունքը մեզ հնարավորություն կտա անվտանգության խորհրդի որոշումներին հասնել եւ անվտանգության խորհրդի որոշումներին հասնելուց հետո նաեւ սանկցիաների տեսքով, նաեւ միջազգային ճնշումների տեսքով ստեղծել պարարտ հող, պարարտ պայմաններ, որպեսզի մենք խաղաղ առանց որևէ ցնցումների, այսպես ասած, պատերազմների կամ չգիտեմ ինչի վերադարձնենք
մեր իրավունքները տարածքների տեսքով արդեն։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, որ նույնիսկ կապիտուլյացիայից հետո, նույնիսկ ծանր պարտությունից հետո պետությունները չեն հրաժարվել իրենց իրավունքներից։ Դիցուք օրինակ Ճապոնիան նույնիսկ ատոմային հարվածներից հետո, կապիտուլյացիայից ու ծանր պարտությունից հետո Կուրիլյան կղզիներից չի հրաժարվել եւ իր իրավունքները պահում է մինչեւ այսօր եւ պատերազմով չի փորձել հետ բերել իր տարածքները։ Խաղաղ պայմաններում, համակեցության պայմաններում Նիդերլանդները բրիտանական կղզիների նկատմամբ իր իրավունքները մինչև այսօր սահմանադրության տեսքով պահպանում է եւ համարում է բրիտանական կղզիները իրենցը եւ ոչ մի ռազմական գործողություններ, ոչ մի լարված վիճակ չկա Եվրոպայում, Դուք համարում Բրիտանիայի եք, որ նույնպիսի ոչ լարված իրավիճակ կլինի այս դեպքում եւ Ադրբեջանը չի դիմի ռազմական որևիցե սադրանքի կամ ինքը կհայտնվի օկուպանտի դերում արդեն։ Ինքը փորձում է մեզ օկուպանտ դարձնել, բայց այս դեպքում դա կլինի կասեցնող, կանխարգելիչ միջոց, որպեսզի ինքը իր քայլերը անելուց առաջ մի 10 անգամ չէ, երևի մի 100 անգամ կմտածի եւ այնուամենայնիվ չի գնա ռազմական ագրեսիայի։ Տեսեք, Ադրբեջանը ինչ է անում հիմա, ինքը փորձում է մեզ հենց այդ իրավունքներից զրկել։ Եթե այդ իրավունքը տեղ չունի աշխարհում, ոչ մեկ բանի տեղ չի դնում, ապա ինչու է Ադրբեջանը ստիպում մենք անկախության հռչակագիրը դուրս բերենք սահմանադրությունից։ Ինչու է ստիպում գնանք ինչ որ ցավալի Մեր լուծումների ունեցած զենքը ստիպում է վայր դնել ըստ երևույթին Ադրբեջանը, հա? մենք միջազգային Իրավունքը որպես զենք, այո, մենք միջազգային ունենք դեռևս, մենք միակն ենք, որ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը միակն է, որ իր առաջին հանրապետության տարածքը ճանաչված է եղել միջազգայինորեն, այսինքն ազգերի լիգան իր զեկույց առաջարկով նաև գծված հաստատված քարտեզ է ունեցել, որի տակ ստորագրել են ազգերի լիգայի մասնակից պետությունները, ինչպիսիք են, հա, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բրիտանիան։ Մենք իրավունքի դաշտում բավականին հզոր ենք եւ ունենք անսակարկելի փաստաթղթեր, իրավունքներ։ Մենք պետք է վերադառնանք միջազգային իրավունքի տիրույթ այս պահին գոնե կասեցնելու եւ մեր իրավունքները հետագայի համար պահպանելու։ Փաշինյանն ասում է փախստական բառացիորեն երեկել կարծեմ ասած փախստականների հարցը չի քննարկվում, փակված է, որովհետև եթե մենք բարձրացնում ենք փախստականների հարց, Ադրբեջանը եւս բարձրացնում է փախստականների հարց եւ ենթադրում եմ, որ այդպես չի ձևակերպվել, որ եթե բարձրացնում է, ապա նշանակում է Ադրբեջանը եւս ունի այդ զենքը, իրավունքի զենքը եւ այդ իրավունքի զենքը միջազգային իրավունքը որպես զենք գործարկելու է, գործադրելու է Հայաստանի դեմ։ Խոսքը գնում է այդ 300 ադրբեջանցի եւ ոչ միայն։ Իրականում ինքը սուտ է խոսում։ Տեսեք պատկերավոր ինչ է կատարվում հենց այդ մենք հրաժարվենք, նրանք հրաժարվեն եւ այլն։ Ադրբեջանը զուգահեռաբար մեր իրավունքներին, մեր պահանջատիրությանը ստեղծում է կեղծ բուտաֆորիկ պահանջներ, իրավունքներ, այսպես ասած հորինված փախստականներ, որոնք պետք է վերադառնան Հայաստան, հորինված ցեղասպանություն, որը պետք է վերջերս ի դեպ իրենց մարդու իրավունքների պաշտպանը դիմեց ՄԱԿ-ի դատարան, որպիսի մարտի 31-ը ճանաչվի հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության օր։ Իրենք ինստիտուցիոնալ կերպով պետական, այսպես ասած, քաղաքականությամբ գնում են, ստեղծում են այդ բուտաֆորիկ, այսպես ասած, թեզերը, այդ բուտաֆորիկ թիրախները, որպիսի այստեղի իշխանությունը դա սկսի կրկնել, ասի դե եկեք մենք երկուստեք հրաժարվենք, եթե հրաժարվենք էլ, եթե, իրենք չեն հրաժարվի, բայց եթե հրաժարվենք էլ, ստացվում է ինչ, մենք հրաժարվում ենք իրական ցեղասպանությունից, իրենք կեղծ, այսինքն իրենք դա ստեղծել էին դա սակարկման համար, ինքը գոյություն չունեցող կեղծ թեզ է։ Մենք հրաժարվում ենք իրական, իրոք մեր աչքի առաջ փախստականների վերադարձի իրավունքից, իրենք
կեղծ փախստականներ իրավունքից են հրաժարվելու։ Եթե ստացվի իրենց կողմից դա ստիպել եւ բերել մեր տարածաշրջան լցնել այդ, այսպես ասած, փախստական, իրենք դա կանեն։ Բայց եթե դա հնարավոր չլինի եւ երկուստեք մեր այդ զուգահեռ իրենք հրաժարվեն դրանից, կստացվի մենք իրականից ենք հրաժարվելու, իրենք ստեղծած, այսպես ասած, փուչիկից, հա, որը ստեղծել էին զուտ սակարկման համար։ Սա է տեղի ունենում։ Այստեղ ոչ թե պետք է ասել դե մենք չխոսենք, իրենք էլ չեն խոսելու, այլ պետք է իրականությունը տեսնել։ Մեր արցախցի հայրենակիցները ռեալ ցեղասպանության արդյունքում, այսպես ասած, իրենց հազարամյա բնորանը թողել վերադարձել են Եվ դե փաստացի միայն մենք չենք ասում, ըստ երևույթին միջազգային ատյաններում եւս բոլոր ամբողջ աշխարհն է դա ասում, դա ամբողջ աշխարհի աչքի առաջ դատարանից սկսած ամբողջ աշխարհն է դա ասում եւ դա ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ։ Իսկ իրենց կողմից նույն թեզը առաջ տանելը, դա կեղծ է, դա գոյություն չունի, ոչ մի փախստական չի եղել այստեղ, սովետական, ընդամենը սովետական շրջան է եղել, Հայաստանը օկուպացված վարչա տարածքային միավոր է եղել սովետական շրջանում եւ այստեղ բազմաթիվ սովետական քաղաքացիներ են ապրել։ Սովետը չկա, ժողովուրդ ջան։ Սովետը գոյություն չունի եւ Սովետը գոյություն չունի իր փաստաթղթերով, իր քարտեզներով, իր ամեն ինչով, իր Ալմաթայի հռչակագրով, ինքը գոյություն չունի, ինքը միջազգային իրավունքի հետ որևէ կապ չունի։ Ալմաթայի հռչակագրով։ Այո, այսօր փորձում են, էլի, այսպես Ադրբեջանը պարզ չի վերջում այո է ասել, թե չի ասել այդ այոն, ինչպես եւ ճանաչումը Հայաստանի սահմաններում Հայաստանի, բայց բոլոր դեպքերում խոսվում է այն մասին, որ Ալմաթիի հռչակագրով են կատարվելու այդ սահմանազատումը եւ սահմանագծումը, ոչ թե առաջին հանրապետության Հայաստանի եւ դեմոկրատական Ադրբեջանի։ Մուսաֆաթական, դա իդեպ ավելի մեծ տարածքներ է իր մեջ ներառում նաեւ ներկայիս Հայաստանի։ Այսինքն ինքը կարող է այն խաղաղության պայմանագիրներ չեղարկել որևէ պահի, որևէ հարմար աշխարհակաղակական վերադասավորումների պահի, ասելով, որ դա մեր սահմանադրությանը հակասում է եւ մենք չենք պատրաստվում ստորագրել այս խաղաղության պայմանագիրը։ Որովհետեւ իրենց սահմանադրության մեջ ինչ է ամրագրված։ Իրենք սահմանադրական հիմքով ամրագրել են իրենց առաջին հանրապետության մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որը չի նախատեսում ներկայիս Հայաստանի նույնիսկ գոյությունը պայմանը, իրենք շատ ավելի ծավալուն եւ Վրաստանի որոշ հա, իրենք իդեպ ասեմ, եւ իրենց պահանջները միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի են, որովհետեւ դա որևէ կերպ ամրագրված չի, ճանաչված չի, ամրագրված չի, այսինքն պատմությունը, իրադարձություններն են մեզ ստիպելու վերադառնալ մեր քաղաքական ուժի առաջարկած գաղափարին, որ այնուամենայնիվ պետք է վերադառնալ առաջին հանրապետության իրավահաջորդությանը։ Ով է լինելու արբիտրը այդ դեպքում։ Ով է լինելու, ուր ես դիմում դու Հայաստան։ Եվ ինչու չես դիմում։ Մենք խոսեցինք այն մասին, ինչու Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Ես ձեր նախորդ հարցը մոռացա սրանից առաջ։ Եկեք այս հարցին պատասխանենք, տրամաբանորեն կվերադառնանք այն հարցին։ Որն է արբիտրը, որտեղ պետք է լուծվի այդ հարցը։ Հարցը արդեն լուծված է եւ հարցը արդեն բարձրաձայնված է, այսինքն մենք, հա, եթե Ալմաթի հռչակագրի մասին ենք խոսում, Ալմաթի հռչակագիրը ուղղակի դեկլարացիա էր, այսպես ասած, հռչակագիր էր Սովետական միության փլուզման եւ ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Այնտեղ հստակ քարտեզներ, հստակ տարածքներ մատնանշված չեն, իսկ տարածքների հարցով ընդամենը այդ մեկ էջանոց թղթի վրա մեկ նախադասություն բառակապակցություն է գրված, որ անկախացող պետությունները պետք է մնան գոյություն ունեցող իրենց սահմաններում։ Վարչատարածքայինը չկա նշված, գրված է գոյություն ունեցող սահմաններում, существующие границы։ Հիմի գոյություն ունեցող սահմանները տարածքները շատ հարաբերական է, մենք որն ենք ընդունում գոյություն ունեցող, միջազգային իրավունքի տեսանկյունից, թե գոյություն ունեցող ըստ մյուս կողմի քմահաճությունները։ Կամ որ թվականի տվյալով այդ տեսեք, դա միջազգային իրավունք ինքը գոյություն չունեցող չաշխատող փաստաթուղթ է այդ Ալմաթայի տխրահռչակ, այսպես ասած, հռչակագիրը,
որի տակ նաև Ուկրաինան ու Ռուսաստանն են ստորագրել եւ եւս խախտված է այսօր տարածքային ամբողջականությունը։ Իդեպ Ռուսաստանը հենց Ուկրաինայի անվտանգության երաշխավորն էր, հա, Բուդապեշտի մեմորանդումից հետո 95 թվականի։ Մի խոսքով է Ալմատի հռչակագրին հղում անելը շատ վատ է, որովհետեւ դա ուղղակի ծիծաղելի է դրան հղում անելով տարածքներ զիջել մեր թշնամուն։ Բայց չէ որ ես այս հարցը եւս մեկ Սովետական Հայաստանը, տեսեք, Սովետական Հայաստանը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Մի թվականի քարտեզով ինչ որ մի քառակուսի մետր է եղել մեր տարածքը, մի այլ թվականով մի ուրիշ, այսինքն Սովետը իր վարչատարածքային բաժանումները արել է այնպես, որպեսզի նախ ոչ մի պետություն չանկախանա լիարժեք, այսինքն չունենա համապատասխան տարածք, որպեսզի պետությունը զարգացնի եւ անկախանալուց ինքը պարտադիր պետք է հարևանների հետ պատերազմի մեջ մտնի, որովհետև տեսեք օրինակ, հա, այդ Գորիս-Կապան ճանապարհը մի հատված անցնում է ինչ որ Ադրբեջանի միջով, հետո հասնում է Կապան կամ Կիրանց ոսկեպար։ Լոգիստիկ առումով, տնտեսական զարգացման առումով Հայաստանը չի կարող զարգանալ սովետական վարչատարածքային բաժանումների արդյունքում ստացված տարածքով։ Սա հստակ պետք է հասկանալ։ Մենք դեպի ծով ելք չունենք։ Մենք լոգիստիկ առումներով վերածվելու ենք մեծ շահերի ընդամենը միջանցքի, տարանցիկ ուղիների։ Պարոն Կարապետյան, սա արդեն երկրորդ հարցն է, որ նույն հարցն եմ տալիս ձեզ, առաջինը թրիպով վերացեցի ճղելու եք, վերանայելու եք, հիմա այստեղ որքան մենք հիշում ենք, մեր եվրոպական գործընկերները ողջունեցին Հայաստանի որոշումը, համաձայնությունը ղեկավարվել Ալմատիի հռչակագրով եւ սահմանազատումը անել այդ տրամաբանությամբ։ Կարծես թե Ադրբեջանը եւս նորից կրկնեմ չի ասել այո, բայց չի ասել նաեւ ոչ, այսինքն Բայց չի բարձրաձայնվել է Հայաստանի շահը։ Չի, Մեր եվրոպական գործընկերները կծափահարեին այն ամենին, ինչը որ Հայաստանը նույնիսկ լռելյան կհամաձայնվեր։ Եթե Հայաստանը ասեր, չգիտեմ, եւս մի մարզեմ Ադրբեջանի զիջու, Եվրոպան եւս կծափահարեր այդ որոշմանը։ Այսօր Եվրոպան, այսօր արևմուտքին պետք չի եւս մեկ տաք գոտի, այսպես ասած, հա, պատերազմական լարված գոտի եւ այդ ընթացքում ում շահերը կոտնահարվի, ով ինչ կկորցնի, իրենց դա այս պահին չի էլ հետաքրքրում։ Նորից վերադառնամ այն իմ հարցից, որը դեռ չեմ հնչեցրել։ Արդյոք դա նշանակում է, որ դուք գալով իշխանության կվերանայեք նաև այս որոշումը Հայաստանի ղեկավարվել Ալմատիի հռչակագրով, կպատրեք այդ որոշումը, այդ կարծեմ հիմա հանձնաժողովներ են աշխատում այդ տրամաբանությամբ, դուք կվերանայեք, կչեզոքացնեք դա, չնայած, նորից կրկնում եմ, որ միջազգային հանրությունը տվյալ դեպքում մեր եվրոպական գործընկերները եւ ոչ միայն շատ բազմաթիվ կազմակերպություններ ողջունեցին Հայաստանի այդ որոշումը։ Կվերանայի ազգային ժողովրդական բևեռը, եթե գա իշխանության։ Տեսեք, եւ դրան ինչ կհետևի, եթե ասելու եք այո։ Տեսեք, միջազգային հանրությանը մենք նայում ենք էլի սխալ աչքերով, որովհետեւ այդ նույն միջազգային հանրությունը, ես իմ խոսքի սկզբում ասացի, որ Եվրոպական խորհուրդը նաեւ ընդունել է արցախցիների արժանապատիվ անվտանգ վերադարձի բանաձևը։ Այսպես ասած, Եվրոպական խորհրդի ասածները եւ միջազգային հանրության, այսպես ասած, ծափահարում է Ալմատիի հռչակագրին, դա իրեն միմյանց հակասող հայտարարություններ են, միմյանց հակընդդեմ երևույթներ են, որպեսզի տեսեք, իրենք մեզ չպետք է հուշեն, մենք ինչ պետք է անենք մեր իրավունքները վերանայելու համար։ Նայելու իրենք ինչ են ասում, դուք ինչ եք անելու։ Մենք այնուամենայնիվ բարձրաձայնելու ենք Հայաստանի կողմից ստանձնված եւ միջազգային հանրության կողմից ստանձնված մեր պարտավորություններ ու մեր իրավունքները, որոնք ավելի ծանրակշիռ փաստաթղթեր են, քան այդ տխրահռչակ Ալմատիի հռչակագիրը, եւ
միջազգային հանրությանը առաջին անգամ աննախադեպ, որը 36 տարի ոչ մի իշխանություն դա չի արել, կբարձրաձայնվի Հայաստանի իրական իրավունքները միջազգայինորեն արդեն ճանաչված, այդ երկրների առաջ կդրվի իրենց ստորագրություններով, իրենց հաստատումներով, որ այդ երկրները պարտավորվել են եւ դա որևէ ավելի ցածր կարգավիճակ ունեցող դեկլարատիվ հայտարարություններ չի, ինչ որ հանձնաժողովների խմբագրումներ չի, դա արդեն միջազգայինորեն ճանաչված հաստատված փաստաթղթեր են, որոնց պետք է վերադառնալ տալ, այսպես ասած, միջազգային իրավունքի ուժին հղում անել, որպեսզի մեր իրավունքները այստեղ չոտնահարվի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք որ գաք իշխանության, չէ, եկեք այս մեկ հարցին էլ պատասխանենք, նոր փորձենք ամփոփել այս բոլորը, որովհետև շահկապված են։ Եթե ազգային ժողովրդարական բևեռը գա իշխանության, ապա սահմանադրության մեջ արդյոք որևէ փոփոխություններ կատարելու է, թե ոչ, եթե այո, մի 2-3 փոփոխություն, որոնք առանցքային են ձեր տեսակետից։ Նախ սահմանադրության փոփոխությունը մեր մեկամյա անցումային շրջանի փոփոխությունների մեջ է մտնում, մենք ունենք անցումային շրջանի, անցումային կառավարության փուլ, մեկամյա ծրագիր, անցումային արդարադատության մաս կա, լյուստրացիայի, գործակալական, քաղաքական, տնտեսական, ընտրական օրենսգրքի փոփոխություն կա, կուսակցությունների մասին նոր օրենք պետք է լինի, այսինքն պետք է այդ խավարանով անցնեն այդ քաղաքական ուժերը մեծ ռեսուրսներով, որպեսզի քաղաքական դաշտը մաքրվի եւ նոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան ինքնադրսևորվելու, կայանալու, կարմիր գծեր պետք է լինեն, որպեսզի որոշ քաղաքական ուժեր եւ քաղաքական անհատներ օրենքով արգելվի նրանց հասարակական քաղաքական գործունեությունը, հնարավորություն ստեղծվի Հայաստանի քաղաքական դաշտը առողջացնել, միապետությունը վերածվի, այսինքն մենք կողմ ենք խորհրդարանական կամ կիսանախագահ, բայց մենք կողմ ենք հավասարակշռված պետական կառավարմանը, որպեսզի մեկ անձի ձեռքում չհայտնվի պետության բոլոր գործիքները։ Նախագահական պետք է լինի պետությունը։ Մենք այսօր նաև խորհրդարանական էլ չենք։ Մենք այսօր խորհրդարանական էլ չենք։ Մենք այսօր միապետական ենք։ Միապետական։ Մեկ անձին է ենթարկվում բոլոր կառույցները։ Բացառապես բոլորը։ Լավ։ Եվ օրենսդիրը, եւ գործադիրը, եւ դատականը, մի խոսքով բոլորը ենթարկվում են մեկ անձի։ Բայց բան է, չէ՞։ Հաստատքերով նորմալ է։ Խորհրդարանական է։ Անունով, փաթեթավորմամբ։ Հետ են գալիս նորից սահմանադրության մեջ փոփոխությունների մասին էր խոսքը, արդյոք առաջին հանրապետության իրավահաջորդ լինելու հանգամանքը ամրագրվելու է սահմանադրության Անպայման մեջ։ պետք է սահմանադրական ուժ ունենա, որպեսզի դա որևէ իշխանության կողմից չսակարկվի։ Այսինքն դրա տրամաբանորեն, եթե առաջին հանրապետության իրավահաջորդն է հռչակվում Հայաստանը, նշանակում է սահմանազատումը եւ սահմանագծումը Ալմատիի հռչակագրով չի իրականացվելու։ Ալմատիի հռչակագրով ի սկզբանե հնարավոր չի որևէ սահմանազատում անել։ Ալմատի հռչակագրի մեջ չկա որևէ քարտեզ, տարածք, որևէ դրան նույնիսկ ակնարկ չկա։ Մեկ բառակապակցություն է, որը շատ կասկածելի է, որը շատ վիճարկելի է։ Այստեղ արդեն վիճարկելի բառը օգտագործեմ։ Վիճարկելի է։ Ինչ իրավական հիմքով է կատարվում, որ միջազգային իրավունքի հիմքով է կատարվում սահմանազատումն ու սահմանագծումը։ Եթե ինձ բերեն միջազգային իրավունքի մեկ ընդամենը ապացույց, ես կհամաձայնվեմ դրան, բայց իրենք բերելու են գոյություն չունեցող պետության, այսինքն սովետական միության փլուզված պետության ինչ որ դեկլարացիաներ, ինչ որ քարտեզներ։ Ինչ արվում է եւ արվելու է այդ տրամաբանության մեջ։ Եվ այսպես սահմանադրության մեջ իթիվս այլ փոփոխությունները, որի մասին դուք խոսեցիք, կատարվելու է այդ փոփոխությունը, հռչակվելու է ներողություն, հռչակվելու է առաջին հանրապետության իրավահաջորդությունը, ուստի սահմանազատումը եւ սահմանագծումը այդ պայմանավորվածության փաթեթը ամբողջ դուրս է գալիս, Ադրբեջանը ավտոմատ հարցնում եմ, հիշում է, որ իր սահմանադրության մեջ էլ է ամրագրված, որ իրենք
առաջին իրենց հանրապետության դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդն են եւ դուք էլ նշեցիք, որ այդ իրավահաջորդության տրամաբանության մեջ ամբողջ Հայաստանն է մտնում Ադրբեջանի կազմ, Վրաստանի մի մասն է մտնում, եթե ոչ ուրիշ բաներ։ Եվ արդեն ստացվում է շահերի բախում Հայաստանի հռչակված առաջին հանրապետության իրավահաջորդը հռչակված Հայաստանի գոյությունը խանգարում է Ադրբեջանին եւ Ադրբեջանը որոշում է, որ իր սահմանադրությամբ նա իրավունք ունի այսպիսի հռչակում արած Հայաստանին գալ եւ կլանել, օրինակ։ Չի գա եւ չի կլանի, Ադրբեջանը մեզ կկլանի ամեն դեպքում, եթե դրա հնարավորությունը ունենա։ Նախ մենք դրան հնարավորություն չենք տալիս։ Փաշինյանը ասում է ես չեմ տալիս այդ հնարավորությունը։ Տեսեք, ես չեմ ասում փաստաբանները հետ գալ, ես չեմ ասում։ Իսկ հիմա մենք ինչ անվտանգային, այսպես ասած, համակարգ ենք ձեռք բերել այս 8 տարիների ընթացքում։ Զենք են վաղը ցուցադրելու։ Տեսեք, եթե զենք են ցուցադրելու, եթե զենքեր են առել, ապա ինչու ենք մենք համաձայնվում Ադրբեջանի ցանկացած քմահաճույքին։ Ինչու ենք ենթարկվում։ Որ մի փուլում ենք զենքը լուծում է բոլոր հարցերը տեսեք, ոչ թե զենքը լուծում է բոլոր հարցերը, նաև պետք է դա այսպես ասած իրավունքների հետ համատեղվի։ Եթե մենք ունենք ռեալ գործող անվտանգային նոր համակարգ, ապա ինչու մեր իրավունքները զիջելով դեռևս գնում ենք զիջումների մրցավազքի։ Այսինքն դուք ուզում եք ասել Հայաստանը դեռ չի հաստատել իր իրավունքները միջազգայինորեն, այդ մենք խոսում էինք դատարանի, դեպ այդ հարցը մնաց դուրսը, այդ հարցը չպատասխանեցիք, ոչ թե դուք չպատասխանեցիք, այլ չհասավ գործը դրան, ով է արբիտրը, որտեղ է հաստատվում Հայաստանի իրավունքը, որ Հայաստանը ասի, սա ես իրավունք ունեմ ասելու առաջին հանրապետության իրավահաջորդն եմ, եւ ես իրավունք ունեմ այս սահմաններում ինքնիշխան պետականություն ունենալ, եւ Ադրբեջանը իրավունք չունի այդ դեպքում բարձրացնել իր սահմանադրության այդ կետը եւ իր սահմանադրությունը իրավազոր չէ, իզորու չէ քանդել մեր իրավունքը։ ՄԱԿ-ի դատարանում պետք է վիճարկվի մեր, այսպես ասած, այդ իրավահաջորդության վեճը, այսինքն մենք պետք է միջազգային իրավունքը մեզ ինչ հնարավորություններ որ տվել է, մենք այդ հնարավորությունները պետք է օգտագործենք լիարժեք, մենք կիսատ պռատ չենք ասում, որևէ մեկը պետք է արբիտր դառնա եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ճնշմամբ, դատարանի որոշմամբ միջազգային իրավունքը կստանա արդեն ավելի պատկերավոր, ոչ թե պատմաիրավական փաստաթղթերին հղումներ կանենք, այլ պատմաիրավական փաստաթղթերը կդառնան հիմք, որպեսզի մեր տիտղոսը եւս մեկ անգամ ոչ թե արդեն ամրագրվի, այլ հաստատվի մեր ասածների հետ։ Այսինքն ազգային ժողովրդական բևեռը գալով իշխանության առաջին գործը պետք է Ես համոզված եմ, որ Ադրբեջանն էլ գիտի սրա մասին, ես համոզված եմ, որ իրենք էլ գիտեն սրա մասին։ Որ մենք ունենք այդ իրավունքը։ Իրենց համար ուղղակի շատ հարմար է, երբ Հայաստանը չի բարձրաձայնում այդ իրավունքները։ Հայաստանը ընդամենը ասում է, եկեք, հա, էս էլ տանք։ Նորից գալիս եմ իմ հարցին, ինչու չէր բարձրացնում իր իրավունքը։ Չենք ունեցել ինչու չէր գնում իր իրավունքի հետ։ Չենք ունեցել ազգային իշխանություն, եկել են պարոնայք, որոնք պետությունը օգտագործել են իրենց անձնական կուսակցական նեղ շահերին եւ ընդամենը սպասարկել է մեկ տերության շահերը մեր երկրում ստորադասելով մեր ազգային ու պետականը։ Ես շնորհակալ եմ, բայց պատասխանը նաև մեկ հակադրում կա սրան, ասում են դուք սխալ գիտեք մեր իրավունքների մասին, դուք ամեն ինչ չգիտեք, դա պատրանք է, դուք ճշմարտությունը ճիշտ մենք բազմաթիվ անգամ բաց լսումներ ենք հրավիրել, տարբեր դահլիճներ ենք վարձել, նույն Անի պլազայում, որ եկեք, վիճեք փաստերով, ապացույցներով, որ մեր մասնագետները չպետք է անեն, արդյոք դա մենք հրավիրել ենք բաց դռներ յուրաքանչյուրի համար, եկեք փաստերով հակադրվեք մեզ, որ մեր առաջարկած Հայաստանի իրավունքներ, առաջին հանրապետության իրավահաջորդությունը, ազգերի լիգայի որոշումը, այնտեղ գծված Վիլսոնի իրավարար վճռի հետ միասին
որ դրանք իրավական ուժ չունեն, դրանք գոյություն չունեն եւ դրանք մեր իրավունքները չեն։ Տեսեք, շատ կոպիտ բան ասեմ, եթե Ադրբեջանը կամ լավ Ադրբեջանը, եթե ունենար մեր երկրի նման, մեր նման միջազգային այդպիսի ծանրակշիռ փաստաթղթեր, այդպիսի իրավունքներ, համոզված եղեք նախ Ադրբեջանում ոչ ոք չէր գտնի, մեկ հոգի, թեկուզ մեկ անձ չէին գտնի, որ դրանք ծաղրեր, վիճարկեր կամ դրանց գոյությունը կասկածի տակ դներ։ Բայց մենք Հայաստանում ունենք ոչ միայն անձիկ, այլ քաղաքական մեծ ուժեր, նույնիսկ կառավարիչներ, նախկին իշխանավորներ, ներկա իշխանավորներ, որ մեր իրավունքները, այսպես ասած, ոչ միայն անտեսում են, այլ նաև հետապնդում են մարդկանց, ովքեր այդ իրավունքների համար ոտնահարում են։ Մենք միջազգային հետապնդում եւ ոտնահարում են այդ իրավունքները։ Ոտնահարում են։ Միջազգային իրավունքի մասնագետներ չունենք, դուք միջազգային իրավունքի մասնագետների հետ անցկացրել եք, ասում եք, այ Անի Պլազայում ենք անցկացրել ինչ-որ խորհրդաժողովներ եւ այլն։ Միջազգային իրավունքի մասնագետները ինչ են ասում։ Չի եղել մեկ դեպք, որ այո, բազմաթիվ մասնագետներ են եղել, բազմաթիվ հանդիպումներ է մեր ուժը ունեցել եւ Եվրոպայում եւ Վաշինգտոնում, պետք է ընդամենը բարձրաձայնվի, այսինքն ոնց որ գործի գծվի այդ ամեն ինչը, ոչ թե մենք որպես արտախորհրդարանական ուժ դալիճներում, այսպես վերլուծական մակարդակով, այսինքն դրան պետք է, տեսեք, ես օրինակ բերեմ 2025 թվականի հունվարին մենք չունենալով պետական լծակներ, մենք պատերազմ ենք կանխել։ Երբ 2025 թվականի հունվարին։ Դուք հիշեք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնավարումը ավարտվել էր 24 թվականի վերջին, հա, նոր նախագահ ընտրվել էր եւ դեռևս ինագուրացիա չէր եղել։ Այսինքն այն վակուումային շրջան էր, որը որ շատ վտանգավոր էր, որը իդեպ եւ 2020 թվականի պատերազմին Ադրբեջանը օգտագործեց այդ հատվածը, հա, այդ պատուհանը, որ այդ վակուումը հիմնականում, այսպես ասած, Միացյալ Նահանգները ամբողջ տարածաշրջանից գրեթե բացակայում է, այդ ընթացքում կարող եք նաև մամուլով էլ ստուգել, որ դեսպանատները, հատկապես ԱՄՆ դեսպանատունը, շատ եվրոպական երկրների դեսպանատները հայտարարություններ տարածեցին, իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տալիս չայցելել Վարդենիսի շրջան, Գեղարքունիքի որոշ հատվածներ, Տավուշի շրջան, Սյունիքի շրջան, ինչ որ հավանականություն կար, այսպես ռազմական գործողությունների։ Դրան հաջորդեց Ալիևի կոշտ հայտարարությունը մեր մասով, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է եւ գոյության իրավունք չունի, պետք է ոչնչացվի, եւ այդ օրերին ազգային ժողովրդավարական բևեռը որոշ խորհրդի անդամներով հանդերձ մեր լոբիստական աշխատանքով գտնվելով Վաշինգտոնում օպերատիվ կերպով ամենաբարձր մակարդակի հանդիպումներն է ունեցել, ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներին անձնական նամակներ է փոխանցել, վտանգներն է բարձրաձայնել, մենք դրա մասին չենք բարձրաձայնել, մեր քաղաքական ուժը չի պարծեցել իր արած, այսինքն մենք եւ տարբեր զանգերի, տարբեր, այսպես ասած, զսպումների արդյունքում Գարնանը նոր մամուլը սկսեց հրապարակումներ անել, որ ռազմական գործող, այսինքն պատերազմի հավանականությունը այդ ամիսներին շատ մեծ էր, բայց դա կասեցվեց, բայց չեն ասում ով կասեցրեց, որ քաղաքական ուժի հնարավորությունները օգտագործեցին ռազմական գործողությունները մեր նկատմամբ կասեցնելու։ Դուք համարում եք, որ ազգային ժողովրդական բևեռն մենք չենք համարում, դա փաստ է, մենք չենք համարում, մենք չենք համարում, դա փաստ է։ Փաստ է։ Մենք որոշ փաստաթղթեր եւ նամակներ առաջիկայում նաեւ կհրապարակենք էլ։ Մենք աշխատում ենք կոնգրեսի սենատի երկուսակցական խմբակների հետ, մի խոսքով մենք ամեն ինչ անում ենք չունենալով խորհրդարանական լծակներ, չլինելով
այսպես ասած լայն ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժ, բայց մենք որպես նվիրյալներս ամեն ինչ անում ենք, որ Հայաստանը իրոք ոտքի կանգնի եւ իր իրական առաքելությունը ստանձնի։ Դե ինչ մեկ շաբաթ անց մի քիչ ավել Մեկ շաբաթ անց խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ մեր քաղաքացիներին, ինչպես էլ ձևավորվի այս խորհրդարանը, դուք պետք է խորհրդարանում ունենաք ձեր խղճի ձայնը, ազգային ձայնը եւ 8-րդ համարի քվեաթերթիկի տակ հանդես եկող ազգային ժողովրդավարական բևեռին ընտրեք, որպեսզի մենք ձեր խոսքը ավելի շատ մեր միջոցով ավելի բարձր հնչի։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Գևորգ Կարապետյանն էր մեր զրուցակիցը, ազգային ժողովրդական բևեռի ներկայացուցիչը, ով զբաղեցնում է առաջին համարով է ներկայանում ազգային ժողովրդական բևեռի նախընտրական ցուցակում, ի դեպ առաջին համարները սովորաբար լինում են վարչապետի տեխնացուները, ազգային ժողովրդական բևեռի դեպքում դա այդպես չէ, ինչու։ Մեր խորհրդանշական վարչապետի տեխնացուն Վարուժան Ավետիսյանն է, Սասնա ծռեր խմբի, այսպես ասած, անդամ, եւ ավանդույթ է դարձել, որ միշտ առաջին համարները պետք է լինեն վարչապետի տեխնացու, բայց օրենքով նման բան նախատեսված չի, ընդհանրապես վարչապետի տեխնացուն կարող է նաեւ ընդհանրապես ցուցակում ընդգրկված չլինել։ Սա եկեք ընդունենք, որ կուսակցությունների ընտրություններն է, ազգային ժողովի ձևավորման ընտրություններն է եւ ազգային ժողովում հայտնված ուժերն են առաջադրելու իրենց վարչապետի տեխնացուն եւ մեծամասնական քվեով այդ 50+-ով, վարչապետ է ընտրվելու։ Բայց եթե այնպես ստացվի, որ ազգային ժողովրդական բևեռը այո, ստացավ անհրաժեշտ քանակությամբ քվե եւ անցավ խորհրդարան, Վարուժան Ավետիսյանը գտնվում է անազատության մեջ, նա չի կարողանալու ստանձնել այդ վարչապետի պաշտոնը, ուստի ինչպես է ազգային ժողովրդական բևեռը այս դեպքում կարողանալու է եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ իրավական փակուղին չգտնվի, որտեղ քաղաքական իրողություններից ելնելով մարդը եթե արդեն ընտրվել է որպես Հայաստանի վարչապետ, ցանկացած միջոց պետք է գտնեն այդ մարդու կալանքի կամ վաղաժամկետ ազատման կամ կալանքի վերացման, չնայած մենք կողմ ենք, որ ընդհանրապես Վարուժան Ավետիսյանը եւ Սասնա ծռերը անպարտ ճանաչվեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։